Ռուսական առաջին ալիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ ըստ հեռուստաալիքի ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն կարծելով, թե զրուցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իրականում խոսում է ռուս պրանկերներ Վովանի եւ Լեքսուսի հետ։ Հեռուստաալիքը պնդում է, որ զրույցում Սինիրլիօղլուն պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ առաքելական եկեղեցու շուրջ զարգացումներին։ Հրապարակված տեսանյութում հնչում է հետևյալ երկխոսությունը. Ես նաև հույս ունեմ ԵԱՀԿ դիրքորոշման վրա, որ դուք եւս կարող եք ինձ աջակցել այս հարցում։ Ես նույնպես կզբաղվեմ դրանով։ Իդեպ դուք կարող եք դա անել, կարող եք փոխարինել կաթողիկոսին։ Ես կարծում եմ, որ այժմ իմ ձեռքում հաղթաթղթեր կան, եւ մենք կարող ենք փոխել կրոնը, եւ միակ բանը, ինչի համար կարող եմ ձեզ խնդրել, ձեր աջակցությունն է այն դեպքերում, երբ բախվում ենք Կարապետյանի դաշնակիցների կողմից հնչող խիստ քննադատությանը։ Լավ, ես կանեմ հնարավոր ամեն բան։ Հայ առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպու arczepiskopos Սարգսյանը քննադատել է Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հայտարարելով, որ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հեռացնելու փորձերը վտանգավոր են եւ վնասում են ոչ միայն եկեղեցուն, այլև Սփյուռքին։ Հայ առաքելական եկեղեցին 1700 տարվա պատմություն ունի եւ նրա նկատմամբ նման քաղաքականություն վարել չի կարելի։ Եկեղեցին անկախ կառույց է եւ մենք Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք երկխոսություն, ոչ թե հակադրություն։ Նրանց վարքագիծը բացասաբար է անդրադառնում Սփյուռքի վրա, իսկ մինչ օրս Հայաստանի ղեկավարության կողմից բարի կամքի որևէ դրսևորում չենք տեսել։ Միաժամանակ կարծում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալվում է, երբ ասում է, թե Արցախը հայկական հող չէ։ Իրանի նահատակված հոգևոր առաջնորդը Հայաստանը համարում էր Իրանի ազնիվ հարևանը եւ առանձնահատուկ վերաբերմունք ուներ ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանում բնակվող հայ համայնքի նկատմամբ։ Լրագրողների հետ հանդիպանը հայտարարել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին, շնորհակալություն հայտնելով նաեւ վարչապետ Փաշինյանի գլխավորած հայկական պատվիրակությանը հոգևոր առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար։ Մեր հարևան եւ բարեկամ երկրից Հայաստանի Հանրապետությունից տեսանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած բարձրաստիճան պատվիրակության ներկայությունը, ինչը եւս մեկ անգամ վկայում է երկու երկրների առանձնահատուկ հարաբերությունների եւ ժողովուրդների միջև ձևավորված ամուր կապերի մասին։ Դրա համար ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել հայկական կողմին։ Իրանի նահատակված հոգևոր առաջնորդը Հայաստանի նկատմամբ բացառիկ վերաբերմունք ուներ եւ այն միշտ անվանում էր Իրանի ազնիվ հարևան։ Նա մեծ հարգանքով էր վերաբերվում նաեւ Իրանում բնակվող հայ համայնքին, հաճախ այցելում էր հատկապես այն ընտանիքներին, որոնց զավակները զոհվել էին Իրան-Իրաքյան պատերազմում եւ մշտապես ընդգծում էր հայ-իրանական բարեկամության կարևորությունը։ Հույս ունեմ, որ նրա գաղափարներն ու մոտեցումները շարունակելու են ուղերնիչ լինել հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացման եւ համատեղ մեծ ծրագրերի իրականացման ճանապարհին։ Հայ-իրանական հարաբերությունների օրակարգում առաջնային պետք է լինեն Թրամփի ուղի նախագծից բխող ռիսկերի կառավարումն ու Իրանի անվտանգության վերաբերյալ մտահոգությունների փարատումը, ընդգծել է Իրանի դեսպանը։ Իրանի լիովին տրամաբանական մտահոգությունը Հայաստանի սահմանների հարևանությամբ ամերիկյան հնարավոր ներկայության վերաբերյալ պետք է հստակ պատասխան ստանա։ Հայաստանի կառավարությունը մեզ հավաստիացրել է, որ նախագծի իրականացումը որևէ սպառնալիք չի ստեղծի Իրանի համար։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է ձևավորել այնպիսի մեխանիզմ, որը Հայաստանին հնարավորություն կտա լիարժեք օգտագործել ապաշրջափակման ներուժը, միաժամանակ բացառելով Իրանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք։ Իրանը չի միջամտում Հայաստանի ներքաղաքական գործընթացներին եւ չի ցանկանում դա անել, հայտարարել է իրանցի դիվանագետը, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի գործին, որում ներգրաված են նաեւ Իրանի քաղաքացիներ։ Մենք չենք միջամտում Հայաստանի ներքաղաքական հարցերին եւ նման ցանկություն էլ չունենք։ Երբ որևէ իրադարձության հետևանքով երկրի ներսում պառակտում է առաջանում, դա երբեք լավ արդյունքի չի բերում։ Հուսով ենք, որ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը կկարողանան միավորվել ազգային նպատակների շուրջ։ Միաժամանակ շատ ենք ցավում, որ չհաջողվեց իրականացնել հայ-իրանական համատեղ առևտրի կենտրոնի նախագիծը, որում ներգրավված էին իրանցի գործարարներ եւ Գագիկ Ծառուկյանը։ Կողմերի միջև առաջացել էին տնտեսական տարաձայնություններ եւ մենք մինչեւ վերջին պահը փորձել ենք նպաստել փոխադարձ համաձայնության հասնելուն։ Այժմ, քանի որ գործը գտնվում է իրավական հարթությունում, հույս ունենք, որ այն կլուծվի ներկայացված ապացույցների հիման վրա։ Մեզ համար կարևոր է, որ այս պատմությունը չվնասի հայ-իրանական հարաբերություններին եւ չստեղծի տպավորություն, թե երկու երկրների քաղաքացիները չեն կարող արդյունավետ համագործակցել։ Արցախը հանձնող անձից քաղաքական թիմից սպասեք ամեն ինչ՝ սահմանադրություն, եկեղեցի, սրբազաններ, ցեղասպանության հիշատակ, պատմություն, ավանդույթներ, ընտանիք, անարգում են ամեն բան, գրել է ՄՇՄԱՐՏ-ի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, արժանախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։
2020 թվականի փետրվարից 0 հարաբերություն ունեմ Գագիկ Ծառուկյանի հետ։ Հանդիպել ենք մեկ անգամ Փարիզում, երբ եկել էր ըմբշամարտի մրցումները դիտելու։ Այն, ինչ այսօր արվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ այլանդակություն է, եւ սա միայն նրան չի վերաբերում, այլ ցույց է տալիս պետության կողմից տարրական մարդկային վերաբերմունքի բացակայությունն իր քաղաքացու հանդեպ։ Տասնյակ ուժայիններով գետնել 70-ամյա մարդուն իր տանը, երբ նա միայնակ է, չի դիմադրում եւ պատրաստ է հանգիստ ենթարկվել օրինական պահանջներին, ստորության գագաթնակետն է։ Սա հիվանդ, բարոյազուրկ եւ թույլ մարդկանց փորձն է, ուժի ցուցադրությամբ քողարկելու սեփական ոչնչությունը։ Նման մարդկանց վերջը շատ ավելի ծանր է լինելու։ Մարդու իրավունքների պաշտպանը սկսել է ուսումնասիրություն Գագիկ Ծառուկյանի ձերբակալության ընթացքում ֆիզիկական ուժի եւ ձեռնաշղթայի կիրառման իրավաչափության վերաբերյալ այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը, նշելով, որ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ պաշտպանի ներկայացուցիչները այցելել են նաեւ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ եւ առանձնազրույց ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ։ Տարածված տեսանյութը հարցեր է առաջացնում ֆիզիկական ուժի եւ ձեռնաշղթայի կիրառման իրավական չափանիշների պահպանման տեսանկյունից, ինչի կապակցությամբ մարդու իրավունքների պաշտպանը սկսել է ուսումնասիրություն։ Իրավասու մարմիններից կպահանջվեն պարզաբանումներ ձեռնաշղթայի եւ ֆիզիկական ուժի կիրառման անհրաժեշտության, հիմքերի եւ մյուս հանգամանքների վերաբերյալ, որից հետո կամփոփվեն ուսումնասիրության արդյունքները։ Միաժամանակ ընդգծում ենք, որ ֆիզիկական ուժի եւ հատուկ միջոցների կիրառումը յուրաքանչյուր դեպքում պետք է համապատասխանի օրինականության, անհրաժեշտության եւ համաչափության սկզբունքներին, իսկ ձեռնաշղթայի կիրառումը չի կարող պայմանավորված լինել միայն անձի ձերբակալված լինելու փաստով։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը մոտ ապագայում կարող է իրականություն դառնալ Ադրբեջանում, հայտարարել է Հորդանանի փոխվարչապետ արտաքին գործերի նախարար Այման Այս Սաֆադին։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագիրը արդեն մոտ է ստորագրմանը եւ դա կարեւոր նշանակություն ունի ամբողջ տարածաշրջանի կայունության համար։ Այս առիթով մենք շնորհավորում ենք Ադրբեջանին, ասել է Աս Սաֆադին։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը Վերոնիկա Զոնաբենդը հայտարարել է, որ նախաձեռնում է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այցը Բաքու, Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին տեսակցելու նպատակով։ Նա նշել է, որ այցը պետք է իրականացվի միայն պաշտոնական եւ անվտանգ ձևաչափով։ Նախաձեռնության նպատակը բացառապես մարդասիրական է, հանդիպել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին, տեսակցել Ադրբեջանում պահվող Հայաստանի քաղաքացիներին, նրանց փոխանցել հարազատների նամակներն ու լուսանկարները։ Կարևոր է, որ այցի բոլոր փուլերը լինեն կանխատեսելի եւ համաձայնեցված՝ մուտքը Ադրբեջան, տեսակցությունների կազմակերպումը եւ պատվիրակության անվտանգ վերադարձը։ Այդ նպատակով դիմել եմ Ադրբեջանի օմբուդսմենին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Հայաստանի Հանրապետության վարչապետին եւ ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին, խնդրելով աջակցություն եւ հնարավոր միջնորդություն։ Երկարատև կալանքի տակ գտնվող մարդկանց առողջությունը, պայմաններն ու ընտանիքների հետ կապը չպետք է անտեսվեն։ Հայաստան է հասել հերթական նվերը Եվրամիությունից մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա, այս մասին հայտնել են Հայաստանի կառավարությունից հրապարակելով տեսանյութ։ Հայաստան է հասել հերթական նվերը Եվրամիությունից մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա։ Այն կօգնի հանրապետության տարածքում վտանգավոր ճանաչված գոտիներում մարդասիրական ականազերծման աշխատանքներին։ Մեքենաները կօգտագործվեն նաև Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման գործընթացում, գրված է հաղորդագրության մեջ։ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը լուրջ դժգոհություն է առաջացրել Բաքվում, ինչպես հայտնում է Ynet-ը, հղումանելով ադրբեջանական աղբյուրներին, Ադրբեջանի իշխանություններն այդ քայլը համարում են կարմիր գծի հատում եւ ակնկալում, որ այն չի հանգեցնի հարաբերությունների հետագա սրմանը։ Մենք կարծում ենք, որ Իսրայելը հաշվի չառավ Ադրբեջանի երկարամյա աջակցությունը եւ հայ-ադրբեջանական հակամարտության հարցում անհրաժեշտ գայունություն չդրսեւորեց։ Մեզ համար անհասկանալի է, թե ինչու Իսրայելը որոշեց վնասել հարաբերությունները իր ամենաբարեկամական երկրներից մեկի հետ։ Հույս ունենք, որ ճգնաժամը չի խորանա եւ հարցը չի հասնի Քնեսետում վերջնական քվեարկության, գրել է թերթը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև լարվածությունը կրկին սրվել է։ Վաշինգտոնը հայտարարել է Իրանի դեմ նոր հարվածների մասին, նշելով, որ թիրախավորվել է շուրջ 80 ռազմական օբյեկտ։ ԱՄՆ գործողությունները ներկայացնում է որպես պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավերի դեմ հարձակումներին։ Իրանը հայտարարել է, որ պատասխան հարվածներ է հասցրել Բահրեյնում եւ Քուվեյթում տեղակայված ամերիկյան օբյեկտներին։ Միաժամանակ ԱՄՆ վերականգնել է Իրանի դեմ տնտեսական սահմանափակումները, չեղարկելով իրանական նավթի վաճառքի ժամանակավոր թույլտվությունը։ Թեհրանը Վաշինգտոնին մեղադրել է պայմանավորվածությունները խախտելու համար, իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախկին համաձայնությունը այլևս ուժի մեջ չէ։